Լավ խաղաղություն չի կարող, պատերազմ կա, ես տեղյակ չեմ։ Կամ բան կա, ինչ որտեղ կոնֆլիկտ կա, էսկալացիա կա, կարող է զոհեր կամ վիրավորներ կա, ինչ չեք ասում, ուղղակի խնայում եք ինձ։ Այսինքն որ ասում եք խաղաղություն, բա ինչ ասեմ։ Այսինքն որտե՞ղ է պատերազմը, որտե կա պատերազմ, որտե կա կրակոց, որտե կա վիրավոր, որտե կա զոհ, որտե կա հարձակում եւ այլն, պայթյուն, ռմբակոծություն, հրթիռակոծություն, որտեղ կա դուք լուսաբանեք գոնե, իմանանք այդ որտեղ կա այդ ամեն ինչը Հայաստանի Հանրապետությունում։ Այսինքն ասում եք խաղաղություն, ասում եք խաղաղություն։ Պաշտպանության նախարարությունը շատ մանրամասն պարզաբանում տվել է։ Հիմա լրացուցիչ ինչ կա պարզաբանելու։ Հենց կա հստակ քարտեզ, կա հստակ գիծ դե յուրե նշանակություն ունեցող, ինչ ցույց է տալիս, որ այդ պնդումները չեն համապատասխանում իրականությանը։ Մենք ձեզ կարծեմ պաշտպանության նախարարն էլ հրավիրել, որպեսզի դուք գնաք եւ տեսնեք, թե մենք մեր տարածքում ինչպիսի ինժեներական աշխատանքներ ենք անում, ինչ միջոցներ ենք ձեռնարկում։ Հրավիրել ենք նաեւ սպառազինություն տեխնիկա դիտելու։ Այսինքն մենք երկրները իրենց ինքնիշխան տարածքներում կարող են ինչ-որ միջոցներ ձեռնարկել, ինչու՞մ է խնդիրը, հենց ամբողջ խնդիրը դրանում է, որ կա հստակ սահմանագիծ, եւ գիտենք որտեղ է Հայաստանի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների լիազորությունը եւ որտեղ չի Հայաստանի Հանրապետությունը եւ Հայաստանի պետական մարմինների լիազորությունից դուրս։ Մենք իհարկե զուգահեռ ասել ենք, որ նաեւ կան տարածքների հետ կապված որոշակի խնդիրներ, որոնք կլուծվում են սահմանազատման գործընթացում։ Ձեր նշած դեպքը իմ նշած դեպքի հետ կապ չունի։ Պաշտպանության նախարարությունը շատ հստակ պարզաբանում է տվել, որևէ լրացուցիչ բան ասելու բան չկա ուղղակի։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։